Եղբայր, դուք որտեղ եք, որ տեսնենք հեռախոսով չէ, արդեն խնդրի մասին հասկացաք ինչու նա խնդրի։ Եկեք որ խնդրեմ ասեք որտեղ է, մենք մոտիկ անենք, երբ բացես հարմար։ Մոտիկ անենք։ Դու տուգանեք ինձ։ Եղբայր, որտեղ եք դուք մոտիկ անենք։ Այսօ Գագիկ Շամշյանին է պետքա տուգանեք, որովհետև գիծա հատել, որը որ թույլատրելի չի։ Ներում, խնդրում, ժամանակավորում, այդ ո՞նց է։ Չակ կլինի իրար տեսնենք, եղբայր, մնացածը բոլորը։ Ես հիմա գնում եմ Սարիտակ եմ գնում, եղբայր, Սարիտակ ռեստորան։ Գնում եմ ամենահամով տեղը հաց ուտելու։ Եթե ուզում եք ապրեք դուք։ Շնորհակալ եմ, անուշ լինի եւ քաղաքում կլինեք, եղբայր, մոտավոր կարող եք նշել։ մի 2-3 ժամից։ Բարի, այդ դեպքում մի 3 ժամից մենք նորից լրացուցիչ կապի կլինենք, բարի։ Իսկ մի հատ էլ մի բան հարցնեմ։ Էդի աչոկներիցս տանելու է։ Այո, մենք դու գնան միավոր դուրս է գալ։ Առաջինից գալու է։ Իսկ չկա մի հատ ներում, որ սարքեմ, որ էդի ներում լինի։ Հիմա մարդ եմ ավելիա տվածը տենց քշում եմ տանեմ սարքելու։ Չկա մի հատ ներում։ Մեգա եղբայր, ցանկալի է ճիշտը իրար տենալ, արի իրար տենանք այդ բոլոր ձեր հասցրեք կտակ, տեղում ձեզ կպատասխանեմ։ Լավ, հեռախոսակապի միջոցով այսքան իրար չփոխանակվեք։ Լավ, ճիշտ է դա է, էլի Էրիկ ջան։ Ես նայեք, ես ձեզ ձայնագրում եմ, բայց ոչ համար եմ գցում, ոչ էլ ասում եմ ում հետ եմ խոսում։ Էսի պետք է ամբողջ Հայաստանը տենա, որ ես գնում եմ ամենահամով հաց ուտելու տեղը։ Խնդիր չկա, ես առանձնապես խնդիր չունեմ, մենակ նորից խնդրում եմ եւս մեկ անգամ 3 ժամից կզանգանեմ իրար տեսնենք, բարի։ Լավ։ Բայց էլի նկարելու եմ, ժիվոյ ձեզ նկարելու եմ, պատրաստ եղեք։ Գոնե մի աչոկ տանում եք, ռեկերս գոնե ապահով եմ Հայաստանի լավագույն ոստիկանի հետ։ Ոչ մի խնդիր չունեմ առասը։ Всё, լավ, հասկացա եղբայրս, շատ լավ։ Եթե Գագիկ Շամշյան դու տուգանել տվեցիր իմ ամուսնուն։ Չէ, ոչ մի բան չասես, Արդեն տուգանելա, Եղա կողեմ փոր։ Դու էլ պետքա տուգանվես, որովհետև խախտում ես արել։ Դու իմ ամուսնու խախտումը տեսար, բայց ամբողջ ազգը քո խախտումներ է տեսել, այնպես որ լավ, Գագիկ Շամշյան, քո վատությունը արեցիր, ես էլ իմ վատությունն եմ արել։ Այսքան է եւ եզրափակում։ Չէ, վատ ինչ ես խոսում։ Բա ո՞նց կարա ինքը։ Չարին պատասխանի լավով։